Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 22-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թիվ 1 թեման ամբողջ աշխարհի համար տագնապահարույց, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները մտավ պատերազմի մեջ Իրանի դեմ։ Առարկայական պատերազմի մեջ, որովհետև միայն միջուկային օբյեկտները ռմբակոծելով չի ավարտվելու, դա նշանակում է շարունակություն ունենալու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտնել է, ԱՄՆ գիշերը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում Ֆորդոյին։ Մենք ավարտեցինք մեր շատ հաջող հարձակումը Իրանի 3 միջուկային օբյեկտների վրա, ներառյալ Ֆորդո, Նաթանզ և Էսֆահան։ Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին, աշխարհում չկա մեկ այլ զինվորական, որը կարող էր դա անել։ Ֆորդոուն այլևս չկա, մենք մեծ հաջողություն ենք ունեցել, Իսրայելն այժմ ավելի պաշտպանված է, այժմ խաղաղության ժամանակն է։ Վաշինգտոնն Իրանի հնարավոր հակահարվածի դեպքում ավելի մեծ ուժ կկիրառի, քան միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում։ Դե վտանգը պատկերացրեք, մտածում են, որ կարող է արտահոսք լինել, առավել ևս մտածում են, որ Իրանը պատասխան հարված է հասցնելու եւ աշխարհի շատ երկրներ դիրքավորվելու են, մենք որ հարևան երկիր ենք, դրա հավանական հետևանքները պատկերացնում ենք, դրա մասին կխոսենք, ուղղակի սկիզբը ասեմ, Դոնալդ Տրամփ։ Իրանի միջուկային կարողություններն ամբողջությամբ ոչնչացվել են, Մերձավոր Արևելքի կռվարարը այժմ պետք է խաղաղություն հաստատի։ Այժմ կամ խաղաղություն կլինի, կամ ողբերգություն Իրանի համար։ Գլխավոր թիրախը ոչնչացված է, սակայն կան նաև այլ թիրախներ։ Եթե խաղաղություն չլինի, նոր հարվածներ կհետևեն։ Նեթանյահուի հետ գործել ենք որպես միասնական թիմ, Աստված պահպանի Ամերիկան, Աստված պահպանի Իսրայելը, ասել է Տրամպը։ Այսինքն ինքը ակնհայտորեն հաստատեց, որ այո, միասնաբար են գործել, իհարկե հազիվ թե գտնվեր որևէ միամիտ մարդ, որ մտածեր, որ Իսրայելը Իրանին կհարվածի, եթե Ամերիկայի աջակցությունը չլինի։ Հիմա փաստորեն Ամերիկան մտավ, որովհետև տեսավ է թրթռակոտությունները փոխադարձաբար շատ ավելի մեծ վնաս է հասցնում Իսրայելին, հաշվի առնելով խիտ բնակչությունը եւ հաշվի առնելով տարածքների լրիվ անհամապատասխանությունը Իսրայելի եւ Իրանի։ Եվ դա էր պատճառը, որ արդեն ժամանակն է։ Հիմա տեսնենք աշխարհի արձագանքը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ԱՄՆ-ի հարվածները Իրանի վրա որակել է որպես վտանգավոր սրացում մի տարածաշրջանում, որն արդեն կանգնած է անդունդի եզրին եւ ուղղակի սպառնալիք միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Իդեպ դա մեր տարածաշրջանն է, Ժորժ ջան։ Գոյություն ունի աճող ռիսկ, որ այս հակամարտությունը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից աղետալի հետևանքներով քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի եւ ողջ աշխարհի համար։ Նշված է ՄԱԿ-ի ղեկավարի հայտարարության մեջ, բայց նաեւ մեկ ուրիշ վտանգ էլ կա, որի մասին ասեմ։ Բլումբերգի ինչ է գրում, թեև մենք դեռ սպասում ենք վնասի ամբողջական գնահատմանը, մի բան ակնհայտ է, Իրանի հարստացված ուրանի հաշվառված պաշարների մոնիտորինգն այժմ զգալիորեն բարդացել է։ Եթե դրան ավելացնենք Իրանի հայտարարությունը, որ հարստացված ուրանի զգալի քանակություն տեղափոխվել է դեռ չհայտարարված վայրեր, ՄԱԳԱՏԷ-ն կանգնած է լուրջ խնդրի առջև, ինչպես իրականացնել որևէ ստուգում իրանական ուրանի վերաբերյալ։ Այսինքն այդ ոնց է ստուգում իրականացնում, եթե գնացել է գործարանները ցույց տվել, լաբորատորիաները ցույց տվել, որից հետո Ամերիկան հարվածել է այդտեղ։ Իսկ եթե իրանք նախապես տեղափոխել են, հաստատ Իրանը այլևս չի համագործակցի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ։ Պետք է ասել քո հետ ինչ համագործակցենք, եթե քո տվյալները հայտնվում է հարվածողի ձեռքը։ Իսկ սա մեզ համար իրոք առաջացնում է վտանգ, այսինքն այդ միջուկային զենքը անվերահսկելի ձևով Իրանը կարող է փորձի արտադրել, նույնիսկ եթե հարվածներ է կերել եւ ինչ որ ժամանակով ձգվում է, որտեղ մենք նույնիսկ չգիտենք, թե ուրիշտեղ գաղտնի լաբորատորիաներ ունի, թե չունի։ Եվ այս պարագայում դուք տեսնում եք ինչ վտանգի մասին է խոսքը, իսկ Հայաստանում նաեւ մենք բազմաթիվ խնդիրներ ենք, չէ՞ պատկերացնում։ Առաջինը, որ կարող է խորքային հարվածը երկրաշարժ առաջացնել, մենք սեյսմիկ գոտում ենք։ Երկրորդ, այդ արտահոսքը միջուկային կարող է հասնի նաև մեզ։
Երրորդ, կարող է ըտեղի բնակիչները, որոնք որ խուճապահար դուրս գան երկրից, իսկ նաև մեզ հարևան են էթնիկ ադրբեջանցիները, կարող է հայտնվեն Հայաստանի տարածքում։ Ինչ ասեք, որ չի լինի հավանական բոլոր զարգացումները։ Իրանի պատասխան հարվածի դեպքում տարածաշրջանը քաշվի պատերազմի մեջ, ցամաքային գործողությունների պարագայում պարտադրեն, որ Հայաստանի տարածքից էլ գործեն։ Ամեն ինչ հնարավոր է, հավանական բոլոր զարգացումները մենք պետք է տեսնենք, բայց այդ դեպքում տեսնենք Հայաստանում ինչ է կատարվում, որ մենք հասկանանք արդյոք ադեկվատ են մեր մոտ իրավիճակը աշխարհաքաղաքական զարգացումներին։ Բազմաթիվ քաղաքացիներ, հավատավորներ Զվարթնոց տաճարի մոտից քայլելով գնում են դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, դա առավոտվա ինֆորմացիա, ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին Բ կաթողիկոսի։ Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը, մատուցվում է պատարագ։ Էջմիածնի Մայր տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Իդեպ ես ձեզ ասեմ, բողոքի ակցիաներ անելը դա սահմանադրական իրավունք է, ինչի մասին է խոսքը։ Ինչ առիթով ուզում ալին իրանք գտնում են, որ ասելիք ունեն ի պաշտպանություն եւ քննադատություն ունեն իշխանություններին։ Միանշանակ որևէ խնդիր չկա, բայց այս շարժումները ժողովրդի գնալու կազմակերպիչներ էին, որոնք հայտնի հրապարակային գործիչներ են, քաղաքական գործիչներ են, պաշտոններ են զբաղեցրել նախկին իշխանությունների ներկայացուցիչները, չէին կարող իրանք բավարար պատասխանատու չլինեին, որ այս մարդիկ, որոնք որ հավաքվել էին, կանգնեին ասեին հարգելիներս, այո, մենք հավաքվել ենք, հիմա այսպես գնում ենք այդ ակցիային մասնակցենք, բայց իմացանք, որ գիշերը հարվածել են մեր հարևան Իրանին, ու մենք ընդհանրապես չգիտենք այդ ռադիացիայի ազդեցությունը, այդ բնակչության հոսքը, այդ ամեն ինչը պատկերացնում եք, այս պարագայում մենք ուղղակի ճիշտ չենք համարում, որ հիմա մենք ակցիա անենք։ Ու դուք պատկերացրեք, որ դա լուսաբանվեր, որ մարդկանց դիմավորել են, լիդերները, առաջնորդները դիմավորելուց հետո ասել են այսօր ճիշտ չի լինի, մենք մտահոգ ենք, գնանք տեսնենք ինչ է կատարվում, դա նայենք, այս ակցիան կարող ենք տեղափոխել, այդ ակցիայի էֆեկտը շատ ավելի մեծ կլիներ, քան այն, որ հավաքվենք ու գնանք մեր բողոքը ասենք, կարծես աշխարհում ու մեր հարևանությամբ ոչինչ չի կատարվում։ Ապշելու բան է, ես չեմ ասում, այդ կազմակերպիչները քաղաքական մարդիկ են, հրապարակային մարդիկ են, այդ շարունակական բանը, որը նախապես պլանավորել ես մինչև գիշերվա հարձակումը, շարունակում ես անել, որովհետև պլանավորել ես, դրա էֆեկտը պատկերացնում ես, ինչ է դա տալու։ Շարունակությունը նայենք, որովհետև դա մենակ դրանով չի ավարտվում։ Հիմա մյուս հաղորդագրությունը նորից մամուլից, նորից Սուրբոթություն Տեր Գարեգին II։ Իհարկե երկար իր օրհնությունը հայրապետական չեմ կարդում ուղերձը։ Մենակ մի հատ բան կարդամ տեքստի մեջ։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը։ Այս հոգենորոք օրը հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ձեզ եւ մեր բոլոր զավակներին, ովքեր մշտապես, ինչպես եւ եկեղեցու դեմ իրականացվող դատապարտելի արշավի այս օրերին իրենց անսակարգ սերն ու աջակցությունն են ցուցաբերում Մայրաթոր Էջմիածնի եւ հայաստանյաց առաքելական մեր Սուրբ եկեղեցու։ Ապշած եմ ժողովուրդ։ Բայց մարդը ինչ է անում։ Ինչի՞ց է խոսում։ Ինչ իշխանություն, ինչ քննադատություն, ինչ զորակցություն։ Եթե դու ամենայն հայոց կաթողիկոս ես, քո հարևանությամբ ռմբակոծել են միջուկային օբյեկտներ, ընդեղ ապրում են հայեր, պատասխան հարվածը խոստացել Իրանը եւ տվել է, բայց այդ ընթացքում անգամ տվել էր, որ այս ելույթն նույնիսկ եթե տված էլ չլեր, գիտես որ տալու են։ Ընդեղ են ապրում մեր հայրենակիցներ։ Մի հատ բառ ասեցիր երկու ուղերձի մեջ, մի հատ ափսոսանք հայտնեցիր, իրանահայերի հետ ինչքան մեծ կապ կա Հայաստանում, դրան գումարած, մենք կարող ենք Իսրայելի քաղաքականությունը բեղադրել, ասել այս բանը ճիշտ է, այս բանը սխալ է, սա սենց չպետք է աներ, բայց Իսրայելի հողը ամեն միլիմետրի վրա քո եկեղեցու հետ կապված առնչություն ունեցող բաներ են։ Քրիստոսը ստեղով քայլեց, ստեղով գնաց, ստեղ ծնվեց, ստեղես արավ, ընդեղ են արավ, ընդեղ հանդիպեց, ընդեղ քարոզեց։
Մարդիկ այնտեղ կռիվ են տալիս այդ հողի վրա այն հրյաների հետ, որոնք որ նաև փորձում են ամեն ինչ անել հայերին դուրս մղել, որտեղ ծանր են տանում հայերին ներկայացվածությունը այնտեղ։ Այդ հողերի վրա հարվածներ ա գնում այս կողմից։ Մարդիկ են զոհվում, եթե նույնիսկ չեն զոհվում կամ վիրավորվում են, բայց նույնիսկ քանակը չգիտենք իսկապես զոհվում են թե չէ, բայց տներ են ավերվում, մարդիկ կարող է թողեն գնան այդտեղից, թողեն այդ ամեն ինչը, այսինքն այս ամեն ինչի հետ կապված մի հատ նախադասություն չկար։ Մենակ խնդիրը մենակ նա էր, որ ձեզ քննադատում են, բայց սենց ասեմ, խայտառակությունը դրանով չի պրծնում, բայց հիմա այլ աշխարհիկ խայտառակությունից խոսանք։ Դրա հետ կապված է վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես եկել։ Ցերեկը 12-2 իր էջով նյութ ա դրել, որ իր նյութերը տարածում են, ճիշտ նայած ես միջև չմտնեմ իր էջ, չեմ այդ նյութերին անդրադառնում, որովհետև նույնիսկ եթե իրանից ամեն ինչ սпасելու է, ամեն դեպքում, երբ որ սա կարդացի, մտածի, որ սա ինչ-որ մի հատ կեղծ բան է, հնարավոր չի այսօր Հայաստանի վարչապետը սենց բան գրի։ Դրա համար մտնում ես իր պաշտոնական էջը, որ գոնե համոզվես, որ դա իսկապես ինքն է գրել, էլի։ Ինչ ա գրում՝ ի պատասխան այդ ակցիայի։ Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիչ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը եւ զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի Պորնկացումներից հետո ինչու է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ, ով է Սամվել Խաչատրյանը, կամ եթե նա ուրիշ անուն ունի եկեղեցական, ով է ընդհանրապես, ինչ ես գրում, բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպես է բաշխվում Կարոյի եւ Եզրասի միջև, 50-50 թե այլ տրամաբանությամբ, Բարսաձայնի որքան է կազմել այդ շահույթը 2024 թվականին, նաև բացատրի, թե ինչու այդ շահույթներից Կարոն եւ Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե։ Դուք հասկանում եք, որ մենք ապրում ենք, մեզ պարտադրում են օրակարգ, աշխարհիկ եւ հոգևոր խայտառակությունների ազդեցության տակ, ժողովուրդ։ Եթե մենք սրանից դուրս չգանք, մենք ապագա չենք ունենա։ Դուք հասկանում եք ինչ է կատարվում։ Երկու կողմից մեկը չի զիջում է, իրանց օրակարգով առաջ են գնում։ Ոնց որ այս աշխարհում ոչինչ չի եղել, բայց չէ որ այս ամբողջ ընթացքում ասում էին իշխանությունները, որ մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք, էս ենք անում, են ենք անում։ Գնում է Ստամբուլ, ասում է, այս խաղաղություն ալնելու, պատերազմ չի լինելու, ինչ եք խոսում։ Խաղաղություն ով է բերելու։ Այդ նույն օրը Ալիևը կանգնում, ասում է, խաղաղություն չի լինի, մինչև իմ պահանջները չկատարես։ 300,000 մարդ պետք է վերադառնա Հայաստան, սահմանադրությունը պետք է փոխես ԵԱՀԿ-ն, այդ Միսկի խմբի ձևաչափը պետք է լուծարենք։ Լա այդ մյուսները հասկացան 300,000-ի գալը կատեգորիկ պահանջ ա դրում, բայց խաղաղություն ումից է սպասում։ Եթե խաղաղությունը տարածաշրջանում նույն Ստամբուլում երեք ես ձեզ համար կարդում էի, որ ասում են, էսա վիճակը աղետ ալնելու տարածաշրջանում, ասում են, բայց չեք լսում, այդ նույն Ստամբուլում չէին ասում։ Ինչ եք դուք մտածում, ով է խաղաղությունը բերելու ու որտեղից։ Եվ այս պարագայում նաև բացատրում է, որ այդ խաղերը, այդ գավառամիտի խաղերը, Իրանի հետ էս խոսանք, Արևմուտքի հետ էս խոսանք, Ամերիկայի հետ միշտորթավորված էս խոսանք, անգամ օրինակ բերեցի, որ Սյունիքով ճանապարհը մտածում էր, որ դե նենց անենք Արևմուտքի հետ լինի, դա էլ մեզ օգտակար կլինի, Թուրքիայի ազդեցության տակ կլինի։ Էդել ենք չէ այդ ամեն ինչը, խոսացել ինչ վտանգի առաջ ենք կանգնած, երբ որ Իրանն ասում է, ի՞նչ խաղեր էս տալի, մենք Արևմուտքի հետ ճշնամի ենք։ Ամեն օր կարող է պատերազմը թեժանա, էս ինչ ես անում։ Եվ այս պարագայում, քանի որ բացարձակ չեն տիրապետում իրավիճակին, չգիտեն այս ժողովրդին ինչ ասեն, թեմա ենք թե նորից խոսալու, այս ժողովրդին ասում են հանգիստ եղեք, դա պրոբլեմ չի, մենք այս ամեն ինչի մասին ենք խոսում։ Ժողովուրդ ջան, դե պատկերացնում եք ինչա, այս մարդիկ մեր պետության հարցեր են լուծում։ Ես դրա համար ուզում եմ ասել, դու շատ հարցեր կկարդամ, որովհետև այս ինչ որ մեզ սպասվում է այդ ամեն ինչի հետ կապված, էլի։ Նաև հիշում եք Տրամպի հետ կապված երեգել էի ասում, որ շատ արագ պետք է հասցնեն խաղաղության Նոբելյան մրցանակ տան, քանի չի հարվածել Իրանին, որովհետև Իրանին որ հարվածեց, էլ չի ստացվելու։ Խոսում էին, որ դա ախր էսա վիճակը եւ այլ։ Ամեն օր ենք այդ մասին խոսել, մարդիկ ասում էին, հասկանում ենք քեզ, լսում ենք քեզ, բայց ոնց որ մյուսները տենց չեն ընդունում այդ ամեն ինչը, ինչ որ կատարում է։ Էս ինչ հա ես եմ դրանում մեղավոր, ժողովուրդ ջան։ Հիմա տեսնում եք ինչ է կատարվում։ Եվ գիտեք ինչ, ես ուղղակի այս ամեն ինչը տեսնելով ուզում եմ մի բան ասեմ։ Հայ ժողովուրդը այսպեսին չի եղել։ Երկրաշարժ է եղել։
Գնացել են փլատակների տակից հանել են, մայրը պարկել է իր երեխաների վրա, որ երեխաներին փրկի։ Հրդե ա եղել, գնացել տեսել են, մայրը պարկել է իր երեխաների վրա, որ ընկնի վերևից ինչ-որ մի բան իր վրա ընկնի իր երեխաներին փրկի։ Փողոցում մեկը պատահական կրակել է, հայրը գրկել է երեխային, այդ փամփուշտը իրան ա կպել, որ իր երեխային փրկի։ Էս ա եղել հայ մարդը։ Այսօր մենք ինչ ենք տեսնում, որ հայ մարդը իր երեխայի ապագան պատվիրակում է Փաշինյանին։ Հերիք չի ինքը իր համար ասում է ես գնում եմ ընտրում եմ, լավ եմ անում ընտրում եմ, բայց ինքը իր երեխայի ապագան ասում է երեխա ջան ես քեզ պատվիրակում եմ իմ քվեարկությամբ Փաշինյանին։ Վաղ այդ երեխան պետք է կանգնի ասի դու ինձ ինչ ես կամեցել։ Մեքենա, ասի բալա ջան կամեցել եմ, բայց փող չունեի։ Լավ, տուն, բալա ջան կամեցել եմ, բայց փող չունեի։ Լավ կրթություն, հայտել եմ կամեցել, փողս չհերիքեց, որ քեզ լավ կրթության տամ։ Բա ինչ ես ինձ Նիկոլ Փաշինյան կամեցել։ Էդ էլ հո ձերի էր։ Ինչ ես պատասխանելու քո երեխային։ Այս ամեն ինչը տեսնելով, այս մոմի զրույցները տեսնելով, որ քո պետությունը ինչի առաջականգնած մոլորակը, ես կարծում եմ, որ պետք է նորմալ հանձնաժողով կազմել, եւ այն մարդը, որ իր երեխայի ապագան պատկերացնում է Փաշինյանի հետ, նրան պետք է ծնողական իրավունքից զրկել։ Նրան թույլ չպետք է տալ, որ նա երեխային մոտենա, պետք է հատուկ տարածքներ վերցնել, տանել այդ երեխաներին կրթել, դաստիարակել, հեռու պահել այդ ծնողներից, ովքեր որ իրանց երեխայի ապագան Փաշինյանին են կտակում։ Հիմա տեսնենք աշխարհում ինչ է կատարվում։ Դեմոկրատ կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի կողմից Իրանին առանց կոնգրեսի թույլտվության հարվածելու որոշումը սահմանադրության խախտումը եւ իմպիչմենտի հիմք։ Թրամփն իմպուլսիվորեն ռիսկի դիմեց պատերազմ սկսելու, որը կարող է մեծ սերունդներ շարունակ թակարդի մեջ գցել, ընդգծել է կոնգրեսականը։ Իսկ հիմա մենք տեսնենք պատասխանը Իրանի կողմից։ Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է. Միացյալ Նահանգները խախտել են միջազգային իրավունքը եւ միջուկային զենքի չտարածման ռեժիմը հարձակվելով Սպահանում, Թանզում եւ Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա։ Միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները կունենան երկարաժամկետ հետևանքներ։ Միացյալ Նահանգները որպես անվտանգության խորհրդի մշտական անդամ կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը եւ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, որը թույլ է տալիս օրինական ինքնապաշտպանություն։ Իրանը պահպանում է իր ինքնիշխանությունը եւ ազգային շահերը պաշտպանելու իրավունքը, գրել է Արաղչին։ Սա շարունակենք, բայց մի բան ասեմ։ Վերջին շրջան քանի անգամ եղել է, որ ասել են մեր իշխանությունները կոպտագույն սխալ թույլ տվեցին, որ դատապարտեցին Իսրայելին եւ սատարեցին Իրանին։ Այս ինչ է կանոն, սա մեր կռիվը չի եք դուք դառնում կոնֆլիկտի կողմ։ Ու նորից ասել եմ, ես պաշտոնյա չեմ, ես հանգիստ կարող եմ նստել ասել, այս Իսրայելի սխալը, այս Իսրայելը ճիշտ է, այս Իրանի սխալը, այս էլ հարցում Իրանը ճիշտ է։ Դա շատ հեշտ է, մենք հանգիստ իրար հետ կարող ենք, բայց պետական մակարդակով, եթե դու քանի անգամ եմ ասել, ժողովուրդ ջան, եթե դու պաշտպանում ես Իսրայելին կամ Իրանին, անկախ նայես սիրում ես որևէ մեկին, թե չես սիրում, պետք է նայես նրա հետևին ով է կանգնած։ Նրանք ովքեր կանգնած են Իրանի թիկունքին, ամենաագրեսիվ ձևով ենթադրենք Պակիստանը, երբեք Պակիստանը մեզ չի օգնելու ընդդեմ Թուրքիա, Ադրբեջանի։ Նույնիսկ եթե մենք Պակիստանի հետ գործընկեր ենք եւ միասին սատարում ենք Իրանին, այն կողմի վրա կանգնած են եվրոպական պետություն եւ կանգնած է Միացյալ Նահանգներ։ Դատապարտելով Իսրայելին, դու ավտոմատ կերպով դատապարտում ես Միացյալ Նահանգներին, որտեղ այդ ծրագիրը Միացյալ Նահանգներն ա արել։ Նույնիսկ եթե դու մտքում մտածես, որ սխալ արեց Տրամփը, որ այդ որոշումը կայացրեց, այդ մենք կարանք իրար հետ քննարկենք։ Բայց դու չես կարող որպես պետություն, որտեղ այսօր լրագրողը դեմ կտակասի, բա Իսրայելին դատապարտում է իր ագրեսիայի համար։ Հիմա Տրամփը կանգնում է ասում է, այս ամբողջ ծրագիրը միասին են կարել։ Այս ամբողջը միասին են կարել։ Դե հիմա դատապարտ է, բան չի դատապարտում։ Որտեղ ուղեղ ունեք, որ դուք հասկանաք ինչ ես մտնում դրա մեջ։ Ով է քեզ բերելու խաղաղություն։ Դա քեզ պետք է, որ դու դառնաս կոնֆլիկտի կողմ, նույնիսկ եթե իմանաս Իրանը Իսրայելը կվերացնի կամ Իսրայելը Իրանը կվերացնի, դա քեզ ինչ վերաբերվող հարց է։ Մտահոգությունդ հայտնի
ուշադրությամբ հետևի ինչ է կատարվում, հավանական են ինչ որ կարող է կատարվի քո սահմանի հետ կապված խնդրեմ լինի, ինչ որ քայլեր անեն, որը վտանգի Հայաստանի անվտանգությունը, այդ ամեն ինչը արով ու քո մտահոգություն, բայց դրա էլ ասում ենք ակտիվ չեզոքություն, ոչ թե չեզոքություն, գնաս քեզ համար միտեղ նստես, այլ ակտիվ ձևով քո չեզոքությունը պայես, ոչ մի պարագայում ոչ մեկի կողմը չանցնես, որովհետև նույնիսկ եթե իմանաս անարդարացի է, բայց եվրոպական երկրները պաշտպանում են։ Եվրոպական երկրները Ամերիկայի հետ գնացել էին Իրանին ստիպում էին, որ ինքը համաձայնվեր, ուլտիմատում էին ներկայացնում Ամերիկայի անունից։ Չեք հասկանում դա։ Դա մերին չի նա պետք դրա մեջ մտնելը։ Բայց այդքան ինչ էի բացատրում, բայց նույնիսկ եթե ես պաշտոնյա չեմ կարամ անկեղծ ազատ խոսեմ, էլի հաշվի առնելով որ Իրանը մեր հարևանն է, էլի ամեն դեպքում ինչ որ բաներ ակնարկով ես ասում, ինչ որ բան, որտեղ են մարդիկ ովքերից լսում են, հրաշալի հասկանում են, ակնարկն էլ ամեն ինչն էլ իրարից հրաշալի տարբերում են։ Մարդիկ կա, որ ասում է իրադարձությունը կատարում, այնքան ենք ձեզ լսել, մինչև ձեր եթերը մտնել արդեն գիտենք թե ասում եք այս է ալնելու, այն որ ասում է սա այսպես այդ տրամաբանական շղթան, հիմա լա մտնենք, լսենք, տեսնենք ինքը ինչ է ասում։ Այսինքն ինքը ինձանից առաջ արդեն գիտի ես ինչ եմ ասելու։ Որտեւ ասում արդեն մենք սկսել ենք այդ ձևի մտածել իրադարձություններին տենց նայել։ Հա դե ինչ անեք, գնացեք տեսեք մոմը ծախելուց ում ինչքան է գումար հասել։ Բայց սա է։ Իրանցի պատգամավոր Մոհամմադ Մենա Ռայիսին հայտարարել է, որ ստորգետնը միջուկային համալիրը չի վնասվել, ԱՄՆ հարվածից Ֆորդոյի ստորգետնակայակների վնաս չի հասցվել։ Արտահոսքեր չկան, ասել է Ղոմ նահանգի պատգամավորը, որտեղ գտնվում է Ֆորդոյի միջուկային կայանը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաղորդագրության մեջ ասվում է. Իրանը պատրաստում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում։ Իրանի պետական հեռուստատեսությունը Թրամփին ասում է. դուք դա սկսեցիք եւ մենք կավարտենք այն։ Տարածաշրջանում յուրաքանչյուր ամերիկացի քաղաքացի կամ զինվոր այժմ օրինական թիրախ է։ Հասկանում եք, այսինքն Իրանը նաև ցանկանում Ամերիկայի ներքաշել դրա մեջ, հաշվի առնելով, որ ավելի հեշտ է խփել Ամերիկայի բազային, ավելի հեշտ է խփել Հորմուզի նեղուցը անցնելու ժամանակ ամերիկյան նավերին, կամ ոչ միայն Ամերիկայի հետ առնչություն ունեցող նավերի եւ այդ պարագայում, քան խփել Իսրայելի նախ հեռավորությունը հաշվի առնելով եւ որոշակի խնդիրներ ապահովության պաշտպանության։ Բայց եւ ինքը մտածում է, որ այդ անկայունությունը, որ առաջացնի Ամերիկայում բողոք կառաջանա, թե դու ինչի մտար պատերազմի մեջ, դու ինչ իրավունք ունեիր մտնել պատերազմի մեջ առանց կոնգրեսի։ Այսինքն դժգոհությունը մտցնի Ամերիկայի տարածք։ Հիմա հասկանում եք ինչ է կատարվում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածներից հետո տեսաուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին։ Սիրելի Իսրայելի քաղաքացիներ, իմ եղբայրներ եւ քույրեր, վերածնվող առյուծ գործողության ընթացքում մենք միասին հասել ենք Իսրայելի պատմության մեջ աննախադեպ նվաճումների։ Դուք հիշում եք, որ գործողության հենց սկզբից ես ձեզ խոստացել էի, որ Իրանի միջուկային օբյեկտները կոչնչացվեն։ Այս կամ այդ կերպ այս խոստումը կատարվել է, հայտարարել է նա։ Այսինքն այն ինչ որ ինքը խոստացել է, դա արել է Տրամփը, այդ ինքը որ խոստանում է, Տրամփի անունից էր խոստանում։ Նեթանյահուն տեղեկացրել է, որ հարվածները իրականացվել են Իսրայելի պաշտպանության բանակի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջև լիարժեք օպերատիվ համակարգմամբ, այսինքն հստակ ասում է, մենք միասին ենք գործել։ Այսինքն դատապարտելով մեկին, դատապարտում ես նաեւ մյուսին։ Հայաստանի իշխանավորներ։ Ու նույնիսկ եթե դուք ասեք, հա, բայց պետք էր խփել, հա, բայց քեզ պետք էր դրա մասին ասել։ Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է մեր գոյությանը, ինչպես նաև համաշխարհային խաղաղությանը, պնդել է Նեթանյահուն։ Հիմա Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Տրամփին Իրանի վրա հարվածներ հասցնելու խիզախ որոշման համար։ Պատմության մեջ կգրվի, որ նախագահ Տրամփն արեց ամեն ինչ, որպեսզի զրկի աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին աշխարհի ամենավտանգավոր զենքից, ասել է Նեթանյահուն։ Հիմա արդեն պաստառներով դուրս են եկել փողոց շնորհակալություն են հայտնում Տրամփին, դե գիտեք, Տրամփի համար ինչ կապ ունի, խաղաղության համար շնորհակալություն կհայտնեն, թե պատերազմի համար։ Մենակ հայտնեն շնորհակալություն։ Վերջ, ինքը կասի, տեսակ, ինձ գովում են, ուրեմն ես ճիշտ եմ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ եթե Թրամփը որոշի, որ ԱՄՆ հարվածելու է Իրանին, սա ես ուզում եմ ասեմ, արդեն նախապես, որ իրանք արդեն ասում են, այնպես չի, որ մենք չգիտենք, որ Իրանը ինչ էր անելու։ Դրանից հետո է Թրամփը հարվածել։
ապա Իրանի կառավարությունն իրավունք ունի հակահարված տալ, ինչպես դա արել է Իսրայելի դեմ, եթե ԱՄՆ միանա Իսրայելին, այդ գրոհներում մենք նույնը կանենք։ Երբ պատերազմ է լինում, երկու կողմերն էլ հարձակվում են միմյանց վրա։ Ինքնապաշտպանությունը յուրաքանչյուր երկրի օրինական իրավունքն է, ասել է Արաղչի։ Սա հարվածից առաջվանն եմ ասում, այսինքն իրանք պարզ ասել են, մենք հակահարված ենք տալու։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանելով Իսրայելի եւ ԱՄՆ-ի Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի վրա հարձակվելու սպառնալիքները հայտնել է, որ նման գործողությունները կլինի ամենամեծ հանցագործությունը, որը նրանք կարող են կատարել, բայց նրանք չեն կարողանա դա անել։ Խամենեին միլիոնավոր հետևորդներ ունի, ոչ միայն Իրանում, այլև այլ երկրներում։ Սա էլի նախապես է ասել, որ իմացեք, դրանով չեք պառակտելու երկիրը։ Մենք պատասխան ենք տալու։ Այսինքն Ամերիկան էլ Իսրայելն էլ լավ գիտեր, որ Իրանը պատասխան է տալու։ Հարցին թե արդյոք Արաղչին Թրամփի արտահայտությունները սպառնալիք է համարում Իրանի արտգործնախարարը պատասխանել է. Ես դա անցալում եմ ավելի շուտ որպես վիրավորանք, եւ ես ցնցված եմ, թե ինչպես կարող է այսպես կոչված գերտերության նախագահն այդպես խոսել։ Մենք միշտ նախագահ Թրամփի մասին հարգալից ենք արտահայտվել։ Հիմա սա է իրավիճակը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել, էս էլի նախապես հրահանգել է, որ երկրի պաշտպանության բանակին ուշեղացնել Թեհրանում ռեժիմի թիրախների վրա հարվածները իրանական ռեժիմը ապակայունացնելու համար։ Այս կկռիվը բանակի հետ չի, ընեցանենք երկրի ներսում ապակայունացնենք։ Մենք պետք է հարվածենք ռեժիմի բոլոր խորհրդանիշներին եւ դրա ճնշման մեխանիզմներին, ասել է Կացը։ Կացը նշել է, որ Իսրայելը պետք է իրականացնի բնակչության զանգվածային տարհանում Թեհրանից ռեժիմը ապակայունացնելու եւ Իսրայել ներքին ճակատում հրթիռային կրակոցներին ի պատասխան զսպման ուժը մեծացնելու համար։ Միաժամանակ շարունակելով թիրախավորել օբյեկտներն ու գիտնականներին Իրանի միջուկային ծրագիրը խափանելու համար, մինչև լիովին հասնեն գործողության։ Եվ ելի նախորդին, ես ինչի եմ ասում, որ ոչ մեկը չի կարող ասի, որ սա անսպասելի էր։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշչյանի հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահ Փեզեշչյանի զրույցի ընթացքում ես լուրջ մտահոգություն հայտնեցի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Իմ դիրքորոշումը հստակ է, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, եւ նա պետք է ապացուցի իր գործողությունների խաղաղ բնույթը։ Համոզված եմ, որ կա հակամարտության սրացումից խուսափելու եւ ավելի լուրջ սպառնալիքներ կանխելու միջոց։ Այդ նպատակով Ֆրանսիան եւ նրա եվրոպացի գործընկերները կարագացնեն Իրանի հետ բանակցությունները, գրել է Ֆրանսիայի նախագահը։ Ինչու է սա ասեցի։ Ամսի 13-ին հունիսի Իսրայելը հարվածեց, 15-ին բանակցություններ էր Ամերիկայի հետ։ Այսինքն Ամերիկան բանակցություններն օգտագործեց, որպեսզի զգոնությունը թույլատնի Իսրայելը հարվածի։ Հետո Իրանը կանգնեց, ասեց չեմ վստահում Ամերիկային։ Դրա համար նաև փորձեց Ռուսաստանի հետ ինչ-որ բաներ ճշտի եւ այլ Արաղչին։ Այս ընթացքում երկրորդ անգամ Թրամփը տվեց երկշաբաթկա ժամկետ, 2 շաբաթում տեսնենք ինչ են անում, որպեսզի հանկարծակի բերի եւ հանկարծակի հարվածի։ Այսինքն սա էլ վերցված է Վլադիմիր Պուտինի քայլերից, որ ասեց, որ մենք բայետեր մնացել, մենք հարձակվենք, բամոտ չի, այդ ինչ եք ասում մեր վրա շարեկանում, հանկարծակի վրա բերեր, որպեսզի Ուկրաինան հանձնվեր։ Ուկրաինան չհանձնվեց եւ այդ բլիցկրիգը, որը չստացվեց, կարճատև պատերազմու հաջողություն, արդեն որ մտար պատերազմը շատ ավելի ուրիշ հետևանքներ է ունենում, ու այլևս վստահությունը լրջորեն վտանգվում է։ Հիմա կարելի է ասել, դե հաղթողին ով է դատում, բայց դեռ չես հաղթե։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, Իսրայելը նոր ավիահարվածներ է հասել արևմտյան Իրանին ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո, սա արդեն հարձակումից հետո Իսրայելը անցել է հարձակման։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն են եղել Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանակ հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև տարբեր մակարդակների կառավարման եւ հրամանատարական կենտրոն։ Սա էլ արդեն Ամերիկայի հարվածից հետո Իրանն է պատասխան հարված հասցնել։ Իսրայելական զինվորները գրանցել են Իրանից նոր հրթիռային հարձակում ԱՄՆ-ի կողմից Իրանին ուղղված հարվածներից հետո, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Այս անգամ ընդհանուր առմամբ Իրանի կողմից արձակվել է մոտ 40 հրթիռ, չնայած որոշ տելեգրամյան ալիքներ հաշվել էին դա 30 էին, ասել ոչ թե 20։ Ամեն դեպքում հիմա դա չի կարևոր, կարևորը որ Իրանը չի զիջում, չի խոճապի մեջ չի մտնում, այսինքն չի մատնվում եւ որի պատճառով պատասխան հարվածը հասցն, որի դեպքում արդեն շատ ավելի վտանգավոր է դառնում այդ զարգացումները, որովհետեւ ցանկացած պարագայում կարա կոնֆլիկտը ավելի մեծ բնույթ կրի։
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամեյնիի խորհրդական Հոսեյն Շարիաթմադարին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նավերին։ Առանց տատանումների եւ հապաղման, որպես առաջին քայլ մենք պետք է հրթիռային հարվածներ հասցնենք Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմածովային նավատորմին եւ միաժամանակ փակենք Հորմուզի նեղուցը ամերիկյան, բրիտանական, գերմանական եւ ֆրանսիական նավագնացության համար։ Ինչի է թվարկվում Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, որտեղ երեք մենք այդ մասին խոսեցինք, երբ որ գնաց Աբբաս Արաղչին հետները հանդիպեց, հույս ունենալով, որ նրանց կարողանա Իրանով անել, նույնիսկ եթե Ամերիկայի եւ Եվրոպայի միջև տարաձայնություններ են լինում, այս հարցերում իրանք պինդ կանգնում են Ամերիկայի կողքին եւ նրանք ոչ թե փորձեցին ինչ-որ կոմպրոմիս գտնեն Ամերիկային համոզեն, ընդհակառակը փորձեցին Իրանին համոզեն, որ հետ կանգնի այդ գաղափարից, որովհետև մենք գտնում ենք, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, թե որքանով է դա համոզիչ, դա հարցի մի կողմն է, ես ասում եմ ինչա կատարվում, այսինքն իրանք դարձան Ամերիկայի տեսակետը պարտադրող կողմ, նույնիսկ Դեյվիդ Լամին պաշտպանության նախարարը Բրիտանիայի, որ գնաց հանդիպեց Միացյալ Նահանգներում եւ համապատասխան ճշտումներ անելուց հետո եկավ դրեց սեղանին, ասեց, որ էսա Ամերիկայի պահանջը, նաեւ մեր պահանջը։ Այսինքն Իրանը տեսավ, որ նրանք միասնական են գործում։ Դա էլ մեր իշխանությունների համար ասեն, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որի վրա մենք հույս ունենք, մենք լավ համարենք թե վատ, կանգնած է Իսրայելի թիկունքին։ Լա մտածեք, թե այդ պարագայում մենք որտեղ ենք։ Ու դրա համար իրանք ասում են հավասարապես պետք է խփենք բրիտանական, գերմանական եւ ֆրանսիական նավերին։ Իրանի խորհրդարանի խոսնակի ավագ խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել է. Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների առաջին պատասխան քայլը կլինի Իսրայելի ոչնչացումը։ Մոհամմադին ԱՄՆ-ի գործողությունների պատասխանն անվանել է անխուսափելի։ Ֆորդոյի եւ այլ միջուկային օբյեկտներին հասցված վնասի չափը երկրորդական հարց է։ Ամերիկայի ձեռքը կտրելու համար պետք է կտրել Նեթանյահուի կոկորդը։ Հիմա դուք տեսնում եք Իրանի հայտարարությունները եւ այնպիսի կատեգորիկ ձևով են սա ասում, որի պարագայում հանկարծ երկրի ներսում չփորձեն ապակայունացնել եւ փորձեն իշխանությունը տապալել։ Ցանկացած է ինչ որ շարժում սկսի, իրան կդնեն կվերացնեն։ Այդ մասին մենք շատ ենք խոսել, որ դա այդքան հեշտ չի, որ միանգամից երկրում sense մի հարվածով որոշեցի, որ դրսից խփենք, ներսում ոտի կանգնենք։ Այդ հսկայական երկրը մոտ 90 միլիոն բնակչով, 1.650.000 քառակուսի կիլոմետր տարածքով, այդ ո՞նց էս ոտի կանգնացնում։ Որտեղ ոտի կանգնեցին, գնդակահարելու են։ Իսկ տարերային կարող է զարգացումներ լինի, որի դեմը չկարողանան առնեն, անկառավարելի լինի, բայց դրսից կառավարածը չի աշխատելու։ Իսկ դա նշանակում է ավելի մեծ վտանգ է առաջանում։ Իսկ դա նշանակում է, որի մասին նորից խոսում էինք, եթե Իրանը գնաց այդպիսի բախումների, որի պարագայում իր երկրի ներսում ավելի է խստացնելու։ Այն ժողովուրդը, որը կրոնապետությունից բողոքում էր, այդ կրոնապետությունը ավելի է խստացնելու։ Դրանից մենք չենք օգտվելու, որպես մեր հարևան։ Որտեղ պետք է ասի, տեսակ արևմուտքը ինչ արեց։ Ու մեզ էլ պետք է ասի, հա, տեսա՞ր քո արևմուտքի հետ խաղեր չտակ։ Տեսակ ինչ է անում։ Մեր տներին է հարվածում։ Դուք ում կողմից եք։ Հիմա վախից մերոնք ասին Իրանի կողմից ենք։ Բայց դա ինչ է, մեզ փրկում է։ Միևնույնն է, այդ պարագայում վաղը մենք ցանկացած քայլ արևմուտքի հետ անելու պարագայում խնդիր ենք ունենալու Իրանի հետ։ Իսկ եթե Իրանին հաղթեցին, խնդիր ենք ունենալու արևմուտքի հետ, որ ասեն դե խաղեր էիր տալի։ Իսկ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը ինչ հայտարարություն է տարածել։ Սաուդյան Արաբիան դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Իրանին։ Ինչու եմ ես սա ասում։ Այս այն Սաուդյան Արաբիան, որի հետ կապված դեռ Ջո Բայդենը փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի կարգավորեր հարաբերությունները Իսրայելի հետ։ Լուրջ ջանքեր, անգամ իր նախընտրական քարոզչության համար մեղր դա։ Տեսակ հասանք նրան, որ եւս մի երկիր արաբական համաձայնվեց Իսրայելի հետ խաղաղության պայմանագիր կնքի։ Բան չէր մնացել, մեկ էլ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասը հարձակվեց Իսրայելի վրա։ Իսրայելը պատասխան հարված հասցրեց։ Եվ այդ պարագայում Սաուդյան Արաբիան պաշտպանեց Պաղեստինին, եւ այդ պարագայում Ամերիկային ասեց հոп,
Հիմա դրա ժամանակը չի խաղաղության պայմանագրից խոսել։ Ու նույնիսկ շատ մասնագետներ ասում են դա հատուկ սարքած էր նրա համար, որ այդ համաձայնությունը չկայանա Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի, որտեղ Սաուդյան Արաբիան շատ լուրջ խաղացող է այդ տարածաշրջանում։ Եվ հիմա ստացվեց այնպես, որ Դոնալդ Տրամպը գնաց հանդիպում ունեցավ Սաուդյան Արաբիայում, իրան շատ լավ ընդունեցին, խոսքը գնում էր նաև 600 միլիարդ դոլարի առևտրի, ինքը ասեց դարձնենք 1 տրիլիոն, հատուկ եկել եմ ձեր դուռը, մի հատ շատ ավելի լուրջ ձևով մտածենք, էս անենք, այն անենք, եւ դրա վրա կառուցած էր մի ամբողջ քաղաքականություն, բայց Սաուդյան Արաբիան իր դեմքը կկորցնի, եթե հանկարծ ինքը Իրանի հետ կապված չդատապարտի են ինչ որ տեղի ունենում, բայց ինքը հիմա չի դատապարտում Իսրայելին։ Եթե ինքը դատապարտում է, ինքը դատապարտում է Միացյալ Նահանգներին, նույնիսկ եթե անունը չի տալիս։ Ում է դատապարտում, երբ որ Իսրայելն ու Ամերիկան ռմբակոծել, ում է դատապարտում։ Այսինքն էսեն էր, որ այդ գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը փորձեց տնտեսական բաղադրիչով ավելի կարևորել, ինչ չի հետևից եք ընկել, եկեք պայմանագիր կնքենք, առևտուր անենք, ինչի մասին եք խոսում։ Բայց հիմա պայմանագիր ես կնքում առևտուր անես, կարող է վաղն է կանգնում ասում է, ես քո հետ ինչ առևտուր անեմ։ Հա պայմանավորվել ենք, բայց դու ես ինչ ես անում մեր տարածաշրջանում։ Դեմքի պահելու խնդիր ունեն, չէ՞ այդ պետությունները։ Բա Հորմուզի նեղուցը եւ հիմա դրեցին նավերին խփեցին։ Այդ ամբողջ նավթը տեղով է դուրս գալիս։ Իրանին պետք է մեղադրես, թե ինչ են խփում։ Իրանը շատ հանգիստ պատճառ կգտնի։ Եվ այդ արաբական երկրներն էլ կանգնածի փաստի առաջ։ Կասի դե հիմա որոշեք ում հետ եք։ Այդքան հեշտ չէ որ նրանք կանգնեն ասեն Ամերիկայի հետ ենք։ Տնտեսական բաղադրիչով դու աշխարհակաղակական որոշումների վրա այդպես հեշտությամբ պարզունակ չես ազդի։ Հիմա դուք տեսնում եք, թե մենք ինչ վիճակում ենք հայտնվել։ Եվ նայում ենք այս մոլորակի հետ կապված, հոմենակ թեժկետերը դա չի, չնայած ամենօրյա ռեժիմով մեկ այս հարցերին պետք է անդրադառնանք։ Ու ամենօրյա ռեժիմով որ մեզ ճղում էինք, սրա մասին էինք ասում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևը պետք է ճանաչի 4 նոր շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, որտեղ դա այն է, ինչ մենք անվանում ենք ժողովրդավարություն։ Այս համատեքստում, երբ ասում են, որ Ուկրաինան պետք է ճանաչի 4 հայտնի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները, եւ դա պետք է ճանաչի որպես կատարված փաստ, քանի որ դա չանելը կնշանակի, որ կա զինված բախումների վերցման հնարավորություն, ասել է Պուտինը։ Ուկրաինան պետք է չեզոքություն հայտարարի, չզինվի միջուկային զենքով եւ չմիանա դաշինքներին։ Հակամարտությունը լուծելիս անհրաժեշտ է ապահովել ռուսաց լեզվի եւ ռուսամետ բնակիչների իրավունքները։ Վստահ եմ, որ ուկրաինացի ժողովրդի մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու մեջ։ Բայց այդ մեծամասնությունը շահագրգռված է գնացել է կանգնելա քո հետ կռվում, հա, զորով են այդ մարդկանց պահում։ Ինչ են անում, որ զորով պահում են։ Որ այդ մեծամասնությունը փողոց լծվի, ասի չեմ ուզում պատերազմ։ Ինչ անելու Զելենսկին գնդակահարելու այդ ժողովրդին։ Չես տեսնում, որ քեզ տանել չեն կարողանում։ Անկամ ռուսական տարածքները չեն կարողանում։ Եվ նաև ուրիշ խնդիր կա։ Երբ որ ասում են Ուկրաինան ինչի է դիմադրում, ինչ է անում եւ այլ եւ այլ։ Գնում է օկուպացնում է տարածքը, հանրաքվե է արում, իր զորքը կանգնած հանրաքվե է անում, հանրաքվե է արել նույնիսկ այն տարածքների համար, որը դեռ իր վերահսկողության տակ չի, կպցրել է իրան եւ Ուկրաինային ասում է պարտավոր ես հաշվի նստես հանրաքվեի արդյունքի հետ։ Այսինքն, որը վերցնեմ, այնտեղ կարամ հանրաքվե անեմ եւ այնտեղ կարող եմ հայտարարել, որ դա իմն է, որտեվ ժողովուրդը ցանկանում է դա։ Եվ հետո զարմանում եք, որ ուկրաինացին կռվում է։ Ուկրաինացին կռվում է, որտեվ եթե չես կռվում, ինչը վերցրել է համարում է Իրանը, երեգել ենք այս մասին խոսել։ Երբ որ ասում են, որտեղ իմ զինվորը մտել է, դա իմն է։ Այսինքն այս մարդու պատկերացումը գիտեք որն է։ Հայաստանում էլ են բացում ռուսական դպրոցներ, բացում են ռուսական կենտրոններ։ Հայաստանում էլ, ասենք, կան Ռուսաստանի քաղաքացիներ։ Այսինքն ինքը նորմալ կարող է համարի, որ այս կետերը, որը ինքը ներկայացնում է Ուկրաինային, այս նույն կետերը հանգիստ կարող է ներկայացնել Հայաստանին։ Ինչ մի խնդրեմ է որ։ Եվ հետ ասի բերեք Հայաստանը հանրաքվե անի։ Զորքը բերի կանգնացնի հանրաքվե անի։ Վստահաբար Ուկրաինայի տարածքում ավելի քիչ մարդակոմ կվերարկի, քան Հայաստանում կվերարկի, որովհետև մենք այդ խայտարակ մթնոլորտում ենք ապրում։ Դուք պատկերացնում եք մեր վիճակը։ Ուղղակի օկուպանտին սիրելու վիճակը դա հասկանալի չի, ժողովուրդ ջան։ Դա ուղղակի դիագնոզ է, ես չգիտեմ ինչա կատարվում։
Ու մեկ էլ որ չեն ասում, հիմա ինչ հա դու զգալի, Թուրքիայի չլավանանքը մեր Ռուսաստանին եք պաշտ։ Այսինքն մենք ուրիշ տարբերակ չունենք։ Եթե ասում ենք Նիկոլ Փաշինյանը պետք է չլինի, ուրեմն Քոչարյանին ենք ուզում։ Եթե ասում ենք Քոչարյանը պետք է չլինի, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ենք ուզում։ Այս 3 միլիոնի մեջ բացի այդ երկուսից ուրիշ մարդ չկա։ Ասում ենք Ժողովուրդ ջան, ոչ նրան ենք ուզում, ոչ նրան։ Հիմա էլ ասում են ոնց։ Դեմ եք, հա որ Թուրքիայի հետ լավ ենք, ուրեմն Ռուսաստանին եք ուզում։ Ժողովուրդ ում եք ասում, ես ինձ եք ասում։ Բայց ասում եմ, բացի Ռուսաստանն ու Թուրքիան, չնկատեցիք Եվրոպան։ Արևմուտքը չնկատեցիք, ժողովուրդ ջան։ Բայց 20 տարուց ավելի ենք ասում։ Այսինքն ես էլ եք դարձրել բան, էլի, այսինքն ասենց ասած, եթե դու չես ընդունում, որ մենք Թուրքիայի հետ լավանանք, Թուրքիայի ազդեցության գոտի մտնենք, որպեսզի Ռուսաստանին ստեյից անենք, ուրեմն դու Ռուսաստանի կողմից ես։ Կամ եթե դու չես ընդունում Ռուսաստանի, Թուրքիայի կողմից ես։ Ժողովուրդ ջան, մանկապարտեզի տարիքից վաղուց պետքա դուսեկած ելնեիք։ Պատերազմը արդեն մեր դռները ծեծում է։ Ամոթ է, ժողովուրդ ջան։ Խայտարակություն է սա։ Ես պարզ ասել եմ 2004 թվից անկախ նրանից ով է եղել Ամերիկայում իշխանություն Հայաստանում կամ եվրոպական որևէ երկրում։ Այդ բոլորը հրապարակային ենք ասել, որ մեր ճանապարհը դա է։ Հիմա էլ ասում ենք ժողովուրդ ջան, մեր ճանապարհը դա է, ոչ Թուրքիան է, ոչ Ռուսաստանը։ Հայաստանի ներսում է ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ Քոչարյանը, ոչ է նախկիններից որևէ մեկը, ոչ է նախկինները որևէ մեկի դեմքով հանդես գալու պարագայում չի կարելի նրանց կողքին կանգնել։ Ուղղակի չի կա, արդարացված չի միանանք նրան ընդդեմ նրա կամ միանանք նրան ընդդեմ նրա։ Երկուսը թող իրար միանան ձեռ-ձեռի բռնեն ու իրանք գնան։ Վերջ, դա չենք անում, ուրեմն մենք ընդունում ենք այս խաղի կանոնները, ոնց որ անում են։ Աշխարհում տեսեք ինչ ա կատարում, ու մեր երկրում ինչ օրակարգ են մեզ պարտադրում ժողովուրդ ջան։ Բաժանվել են թիմերի, իրար հետ հարաբերություններ են պարզում։ Բայց դուք պատկերացնում եք մեր քաղաքացու վիճակը, որը ուզում է մեր իշխանությունից կամ մեր ընդդիմությունից, որը նաև խորհրդարանական ընդդիմություն է։ Իր ընտրյալներն են, այսպես ասած, ոչ բարով։ Ուզում է մի հատ իմանա աշխարհը ինչա կատարվում։ Լավ, հիմա Ամերիկան խփեց, Իրանն էլ պատասխանեց, ինչ է կատարվելու։ Մեկ էլ բացում է, մտնում է, մեկ էլ տեսնում է ինչ որ միտինգներ եւ միտինգի նկատմամբ մոմի զրույցներ այն իշխանությունից, որից պահանջում է պատասխանատու վերաբերմունք։ Պատկերացնում եք մեր հասարակության վիճակը ու պատկերացնում եք ին վիճակը, թե քարից ենք, որ դիմանում ենք այս ամեն ինչին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։